Բնության հրաշալի պայմաններից օգտվելով սեզոնային կանաչեղենից մատղաշ տեսք ունեցող թելուկ եմ տապակելու, հոսող ջրի տակ լվանալուց հետո, տեղափոխում եմ նախապես պատրաստված աղաջերի մեջ, 15 րոպե թողնում, ապա տեղափոխում հոսող ջրի տակ, ևս լավ լվանում ու լցնում կաթսայի մեջ։ Կարևոր է իմանալ, որ ուտելի են բնության մեջ աճող թելուկի այն տեսակները, որոնց տերևի հակառակ կողմը պատված է ալրանման փառով, լվացված։ Կոթոնները շատ փափուկ թելուկը առանց ջրի դնում եմ թույլ կրակին, լցնում ծովի աղ, կտրատած կանաչ սոխ, սխտոր, մաղադանոս, համեմ, խառնում, ապա ձուն քիչ աղով հարելով ավելացնում, վերջում 1 ճաշի գդալ յուղ եմ դնում, կափարիչը փակում և 5 րոպե անց մատուցում։ Բնության այս բարիքը, թելուկը, իր սննդային արժեքով մոտ է սպանախին և ունի հակաբորբոքային ազդեցություն։